Բարև Ֆակտոր TV հյուրը քաղաքագետ Միքայել Զոլյանն է, ողջույն, պարոն Զոլյան։ Դեռևս չենք հասցրել այսպես Մարսել Սալավյովի եւ Դուգինի Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի մասին հայտարարությունները հասկանալու ինչքանով են լուրջ, ինչքանով են վախեցնելու նպատակով Սերգեյ Լավրովը եւս սկսեց մեկնաբանել Հայաստանի ներքաղաքականությունը, նա իհարկե ցավով է հետևում հայ առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակին, հիշեցնում է, որ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը իրենց հարցազրույցներում չեն հերքել, որ Ռուսաստանից Հայաստանի դեմ գոյություն ունեն հիբրիդային սպառնալիքներ կապված եկեղեցու հետ, հիշեցնենք, մեղադրում են իշխանականները այսպես ասած KGB ագենտ լինելու եւ այլնի մեջ իհարկե նա նաեւ մտահոգված է Վարդան Ղուկասյանի կալանավորմամբ իդեպ քաղաքական հայացքների համար է ազատազրկվել ըստ Լավրովի միութենականին միանալու կոչի եւ հույս ունի, որ այդ մարդիկ չեն ենթարկվի հետապնդման։ Այն ինչպես է մեկնաբանում այս մեկնաբանությունները, պարոն Զոլյան, ինչի մասին է։ Դե ինձ թվում է ընդհանրապես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շատ sense յուրահատուկ հարաբերություններ են հաստատվել, ոնց որ ասենք ամուսինները, որոնք այտենց արդեն որոշել են բաժանվեն, բայց այդ խտաբանությամբ չեն ուզում զբաղվեն, որովհետեւ երկուսն էլ ավելի կարևոր գործեր ունեն, բայց բարբերաբար այդ ամուսիններից մեկը հիշում է, այն որ ասենք հարբում է գիշերվա 3-ին զանգում է, ասում է հետ արի մոտ, թե չէ գլուխդ կջարդեմ, այ նույն սովորաբար տղամարդն է նման բաներ անում։ Այդ այդպիսի տպավորություն է ստեղծվում, հա, որ Ռուսաստանի մոտեցումը Հայաստանին այդպիսին է։ Մի կողմից երբեմն նայում ես բավականին adekvat, ասենք, երբ որ Փաշինյանը Պուտինը հանդիպում են կամ այնտեղ կան չէ որոշ պաշտոնյաներ, որոնք գալիս են Հայաստան, ասում են եկեք մենք աշխատենք միասին եւ այլն, հա, առևտուր անենք, մեզ տեղ տվեք, ասենք, trip-ի մեջ մտնենք, ուրիշ հարց որ պետք չի տեղ տալ իրանց, բայց դե ամեն դեպքում գոնե պես ասած ինչ-որ կոնստրուկտիվ տոնով են խոսում, հա։ Մեկ էլ ուրեմն հայտնվում են այդ Սալավյովի Դուգինի նման մարդիկ ու ասում են, այդ ինչ իրանց մտքին է իրականում, հա, այսինքն Սալավյովով Դուգինով կարելի է որոշ հասկանալ, թե իրականում ռուսական էլիտաները ինչ են մտածում Հայաստանի մասին։ Այդ այսպես ասած քաղաքավարությունից են կողմ, դրա համար ինձ թվում է կարելի է, որ ասում են Սալավյովին պետքա զրկել Հայաստանի շքանշանից, համաձայն են պետքա զրկել, բայց հետո նորից պետքա իրան տալ այդ շքանշանը, որովհետև ինքը շատ դրական բան է անում։ Ինչ, որտեվ նա ըստ էության հայ հասարակությանը ցույց է տալիս, թե Ռուսաստանում իրականում ինչ են մտածում Հայաստանի մասին։ Այսինքն այդ ամբողջ քարոզչությունը, այդ այսպես կոչված փափուկ ուժը, որը Ռուսաստանը միլիոններ է ծախսում, որպեսզի մարդկանց ուղեղները լվանա, Սալավյովի մի հատ հայտարարությունով կամ Դուգինի մի հատ հայտարարությունով այդ ամբողջը ջուրն է ընկնում։ Եվ գիտեք, այս իմաստով ես կարծում եմ, որ այս շատ է խոսում, որ Հայաստանը այդ հիբրիդային հարձակումների առջև անպաշտպան է, այդ թվում, որովհետև ռուսերենը տարածված է Հայաստանում, ես հակառակ կարծիքն ունեմ ճիշտն ասած։ Ինձ թվում է, ինչքան մարդիկ ռուսերեն լավ գիտեն, եթե իհարկե դա միակ լեզուն չի, ինչպես Բելարուսում է, Բելարուսում մենակ ռուսերեն գիտեն, դրա համար այնտեղ այդ աշխատում է, բայց երբ որ մարդիկ գիտեն ռուսերեն, անգլերեն, իրենց լեզուն, եւ նրանք տեսնում են այդ ամեն ինչը, հա, տեսնում են ռուսները ինչ են խոսում, տեսնում են ամերիկացիները ինչ են խոսում, եվրոպացիները ինչ են խոսում, նրանք շատ adekvat կարծիք են կազմում Ռուսաստանի մասին, եւ ռուսական քարոզչությունը շատ ավելի լավ աշխատում է այն երկրներում, որոնք երբեք Ռուսաստանի մաս չեն եղել եւ որտեղ ռուսերեն ոչ ոք չգիտի, օրինակ Արևմտյան Եվրոպայում, Ամերիկայում եւ այլն։ Իսկ այն երկրներում, որտեղ մարդիկ ռուսերեն գիտեն, հա, Լեհաստան, չգիտեմ, Հարավսլավիայի երկրներ, առավել եւս նախկին խորհրդային միության երկրներ, որտեղ մարդիկ կարող են հետևել այդ ներքին շուկայի համար ինչ է ասվում Ռուսաստանում, հա, որտեղ մարդիկ կարող են միացնել ORT կամ չգիտեմ, NTV կամ ուրիշ ալիք կամ Սալավյովի YouTube-ը ու տեսնում են, թե իրականում Ռուսաստանը այսօր ինչ է ներկայացնում, հա, այդտեղ հիմնականում Ռուսաստանի հանդեպ շատ այսօրվա Ռուսաստանի հանդեպ շատ բացասական վերաբերմունք կա։ Ինչ վերաբերում է Լավրովին, ինքը ոնց որ այդ երկուսի մեջտեղն է, հա, մի կողմից ինքը պաշտոնյա է, ինքը Սալավյովի նման պես չի կարող շակերտավոր կարծիք արտահայտել ու հետո ասել դե իմ անձնական կարծիքն էր, բայց մյուս կողմից ինքը նաև արդեն այսպես որոշակի, ну, չասենք սպառնալիքներով է հանդես գալիս, բայց արդեն ագրեսիվ տոնով է խոսում, հա, ասում է Հայաստանը, չգիտեմ, 15 միլիոն եվրո է ստացել Եվրամիությունից, ու այդ բրյուսելյան բյուրոկրատները հետևելու են, որ ամեն կոպեկը դուք, ասենք, դրա համար Իդեպ Լավրովի խոսքի մեջ մի մաս էլ կար, որ
Նա Եվրամիությունից հիբրիդային սպառնալիքների դեմ աջակցություն ստանալը, իդեպ նա թիվը սխալ էր ասում, 15 միլիոն, ուրիշ բան է վերաբերում, 12 միլիոն է, պարոն Լավրով, 12 միլիոն։ Իսկ ես էլ այդ քարոզչությանը խափվեցի։ Այո, ես ճշգրիտ եմ նայում, որ Կալասը ինչ էր ակնարկում, չէ, ես ուղիղ մեջ բերեմ։ Կալասը հայտարարում է, որ Երևանում գործելու են մոլդովական սցենար, իսկ հետո ասում են, որ Մոլդովայում կեղծվել են ընտրությունները։ Ես, եթե հայ ժողովրդի տեղը լինել էի, լրջորեն կանհանգստանայի, այսինքն Լավրովը փորձում է զարկ տալ մի խոսույթի, ըստ որը Եվրամիությունը աջակցելու է կեղծել Հայաստանում ընտրությունները։ Իհարկե, պարոն Ղուկասյանի մասը մոռացանք, հա։ Դե պարոն Ղուկասյանի մասը այդտեղ բարձր է, իսկ հիմա պետք է աջակցի, այսպես ասած, այն մարդկանց, ովքեր ընկալում են որպես պրոռուսական, ու ես չեմ կարծում, որ Լավրովը ինքը նստել է, ասենք, նայել է, թե ինչի համար են ձերբակալել Ղուկասյանին, երևի ուղղակի այդպես են իրեն ներկայացրել, հա, որ նյութերը պատրաստել է, ինքը չի խորացել, ասել է Ղուկասյանին դրա համար են ձերբակալել, դրա համար դրան ես շատ ուշադրություն չէի դարձնի, բայց երկու պետք է նշել դրա մասին, որ սխալ տեղեկություն ունեք։ Իսկ ընդհանուր առմամբ Լավրովը ինձ թվում է արդեն վիճակը հասել էր այնպիսի մի աստիճանի, հա, այդ բոլոր Սալավյովի Դուգինի հայտարարություններից հետո, Հայաստանի պատասխաններից հետո, նաև այս բոլոր, ուրեմն, գործակալների եւ այլնի մասին հայտարարություններից հետո, որ արդեն երևի Ռուսաստանում որոշեցին, որ պետքա, պես ասած, լուրջ մարդիկ դրան արձագանքեն, իսկ Լավրովը այդ լուրջ մարդկանցից է, ու ընդհանրապես Լավրովի դերը այս վերջերս ավելի շատ հենց քարոզչականի է մոտենում, հա, այսինքն վաղուց արդեն լուրջ դիվանագիտական հարցերը տալիս են ուրիշ մարդկանց, հա, օրինակ հիմա տեսեք Թրամփի հետ բանակցում է Կիրիլ Դմիտրիևը, ով որ ընդհանրապես դիվանագետ էլ չի եւ կապ չունի արտաքին գործերի նախարարության հետ, ուղղակի վստահելի անձ է Պուտինի համար, Պուտինը նրան է ուղարկում Վաշինգտոն, Թրամփն էլ ասենք ուղարկում է այլ Սթիվ Վիտկոֆին կամ Ջարեդ Քուշներին, այլ ոչ թե Մարկո Ռուբիոին, հա, այսինքն այս իմաստով այդ միտումը ընդհանրապես կա, ամբողջ աշխարհում դրա մասին խոսում են միջազգային հարաբերությունների մասնագետները, որ արտաքին գործերի նախարարությունների դերը կրճատվում է, որովհետև նրանք գնալով ավելի դառնում են, այսպես ասած, PR-ի քարոզչության գործիք, քան թե իրական բանակցությունների, իսկ իրական բանակցություններով զբաղվում են կամ գաղտնի ծառայությունների ղեկավարները կամ այսպիսի ինչ-որ հավատարիմ անձինք, որոնք կարող են պաշտոն չունենալ։ Իսկ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը լինելու, թե լինելու է ընտրությունների կեղծում եվրոպական աջակցությամբ, որովհետև Լավրովի կոչը Հայաստանի քաղաքացիներին, որ ձեր տեղը լինեիք անհանգստանայի Եվրամիության ներկայությունից, հենց այդ բանը ունի, հա, տակը ունի, խորքը ունի, որ Մոլդովայում կեղծել են, ձեզ մոտ են կեղծելու ուշադիր է։ Ես կարծում եմ Ռուսաստանը փորձելու է, ունի այսպես ասած ծրագիր մաքսիմում ու ծրագիր մինիմում, հա, ծրագիր մաքսիմումը նա է, որ նրանք աջակցեն, որ ռուսամետ ուժերը գան իշխանության։ Բայց Ռուսաստանում էլ տեսնում են վիճակը, Հայաստանի վիճակը, որ հասկանում են, որ Ռուսաստանի վարկը շատ է ընկել եւ դժվար թե ռուսամետ ուժերը գան իշխանության։ Դրա համար կա ծրագիր մինիմում, հա, այնպես անել, որ այդ ընտրությունները հնարավորինս ներկայացվեն իբրև հակաժողովրդավարական, որ կեղծման մասին խոսակցություններ լինեն, որ Հայաստանի քաղաքական համակարգը ապա լեգիտիմացվի, հա, եթե հաջողվի ինչ-որ բախումներ հրահրել ավելի լավ, եթե մարդիկ ձերբակալվեն, շատ լավ է, կհայտարարվի, որ դրանք քաղաքական բանտարկյալներ են եւ այլն եւ այլն։ Այսինքն ընդհանրապես ռուսական ամբողջ քարոզչությունը, հա, կրեմլյան քարոզչությունը վերջին տարիների ընթացքում ինքը աշխատում է, ոչ թե ինքը ասում է մեր ընտրությունները լավն են, մենք չենք կեղծում եւ այլն, ըստ էության բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանում ընտրությունները կեղծվում են եւ նրանք չեն փորձում։ Ահա, ասում են բոլորն էլ կեղծում են, ուղղակի մեր անունն է դուրս եկել։ Ուղղակի եվրոպացիները ավելի լավ են կեղծում, ավելի ստոր ձևով են կեղծում, ու դա ակնհայտ չի նու։ Ու արդյունքում ոնց որ քանի որ նրանք ինչ որ այսպես պոզիտիվ ծրագիր չունեն, հա, պոզիտիվ են իմաստով, որ օրինակ խորհրդային միությունը ինքը ինչ որ հասարակության որոշակի մոդել էր առաջարկում մյուս երկրներին, հա, ասում էր, այ եթե լինեք մեզ հետ, դուք կունենաք սոցիալական արդարություն, դուք կունենաք, ասենք, հավասարություն, հարուստներ, աղքատներ չեն լինի եւ այլն եւ այլն եւ այլն։ Ռուսաստանը այդպիսի պոզիտիվ ծրագիր այսօր չունի, որովհետեւ ասենք, եթե վերցնենք սոցիալական արդարությունը, Ռուսաստանը այդ իմաստով ամենավերջին տեղերում է, այդպիսի անհավասարություն ինչպես կա Ռուսաստանում,
շատ քիչ երկրներում կա, հա, եւ նրանք չեն կարող սոցիալական արդարության մասին օրինակ խոսել, ինչպես խորհրդային միություններ խոսում։ Դրա համար նրանք այդ նեգատիվ ծրագիր են առաջ քաշում, հա, ասում են, հա, որ մենք վատն ենք, բայց բոլորն էլ վատն են։ Ու հիմա ըստ էության Թրամփը ոնց որ մի տպավորություն է, որ այնպես անում, որ ռուսական այդ քարոզչությունը շատ տեղերում ավելի եկալի դառնա։ Ասում էր, ձեզ Գրենլանդիան է անհրաժեշտ ազգային անվտանգության համար, մեզ էլ Ղրիմը, ինչ է։ Հա, բայց այդ մենք շեղվում ենք, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ես կարծում եմ, որ դե Եվրամիության պարագայում, չգիտեմ, ես այդպիսի դեպքեր, որ Եվրամիությունը ինչ որ ընտրություններ է կեղծել, բարձր է, որ Եվրամիությունը տարբեր երկրներում աջակցել է ինչ որ տեխնացիների կամ ինչ որ քաղաքական ուժերի, որովհետև դա նորմալ է, հա, այսինքն մի բան է, երբ որ դու ասում ես, հա, այս քաղաքական ուժերի հետ մենք ունենք ինչ որ ընդհանրություններ գաղափարական, նրանք եվրոպական արժեքներով են առաջնորդվում։ Ռուսաստանն էլ հայտարարում է, որ ինքը աջակցում է ինչ որ քաղաքական, եթե դա բացահայտ է, տեսեք, եթե ինքը բացահայտ ուղղակի ասում է, այս մարդիկ ասենք կիսում են մեր արժեքները եւ մենք ուրեմն նրանց աջակցում ենք, սա նորմալ է։ Ուրիշ հարց է, եթե նրանք փող են դնում, հա, եթե իրանք այդ դեզինֆորմացիոն ծրագրեր են իրականացնում, եթե նրանք կեղծ ինչ-որ տեղեկատվություն են ստեղծում, եթե նրանք ստեղծում են, հա, ինչ-որ, այսպես ասած, ցանցեր, որոնք զբաղվում են ընտրակաշառք բաժանելով եւ այլն, սա արդեն խախտում է, հա, օրենքների խախտում է եւ սա արդեն պետք է պատժելի լինի։ Ու սա արդեն ներքին գործերին միջամտություն է։ Իհարկե կան երկրներ, որոնք ասում են ընդհանրապես որևէ միջամտություն չպետք է լինի, բայց եթե իրատես լինենք, բարձր է, որ այսօրվա աշխարհում արդեն քաղաքականությունը վաղուց դուրս է եկել այդ ազգային սահմաններից, հա, ասենք, չգիտեմ, Իլոն Մասկը աջակցում է Գերմանիայում ալտերնատիվ Գերմանիայի համար կուսակցությանը, իսկ եվրոպական առաջնորդներն էլ ասենք քննադատում են Թրամփին ու բոլորի համար բարձր է, որ իրենք ասենք դեմոկրատներին ավելի շատ կգերադասեին, հա, այնպես որ այս իմաստով ես շատ մեծ խնդիր չեմ տեսնում նրա մեջ, որ Լավրովը ասում է, որ Վարդան Ղուկասյանը լավն է։ Ընդհակառակը թող ասի ու թող մարդիկ Հայաստանում մտածեն, թող տեսնեն։ Հենց այդ է խնդիրը, որ Հայաստանում որոշ այդ ռուսամետ ուժեր, նրանք չեն ուզում որպես ռուսամետ հանդես գալ։ Թող ազնիվ լինեն, թող ասեն, այո, մենք ուզում ենք Հայաստանը դառնա Ռուսաստանի մարզ, մենք ուզում ենք Հայաստանը լինի ոչ թե անկախ պետություն, այլ ասած Ռուսաստանին կից ինչ-որ ֆեոդալական իշխանություն։ Եվ եթե մարդիկ գտնում են, որ այդպես է, ինչպես ասում էին հին հռոմեացիները, ձայն բազմած, ձայն Աստծո։ Եթե մարդիկ իրոք ուզում են ապրել Ռուսաստանի պրովինցիայում, թող քվեարկեն ապրեն Ռուսաստանի պրովինցիայում։ Իսկ այդ 165 միլիոն դոլարը, որ Պուտինը աշխատակազմը տալիս է արտաքին դաշտում փափուկ ուժը ռուսական զարգացնելու եւ կենտրոնանալու են Հայաստանի վրա, դա այն միայն երևացող ռեսուրսն է, որ Հայաստանի ուղղությամբ ուղղելու են այդ գումարը ինչ-որ մի հատված, չգիտեմ, ռուսական նարատիվներ առաջ մղելու, օրինակ նույն թրիփի դեմ հակակարողություն անելու, ասելու, որ դա այսպես հակաիրանական, հակառուսական ծրագիր է, գեոպոլիտիկ բախման դաշտ է բերում, ԵՄ եք գնում, դառնալու եք նույնասեռական, եթե ԵՄ եք գնում, ազգային արժեքները ոչնչանալու են։ Հա, իդեպ նա նաև մտահոգ էր հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրադրությամբ։ Ինչ սպասել, հա, կասեք նաև լավ են հիբրիդային պատերազմի եւ եկեղեցու թեմայի մասով մեկնաբանություն չարեցին, բայց այս մասով, հա, Ռուսաստանը ինչ ֆինանսական, քաղաքական, տեղեկատվական ռեսուրսներ ունի Հայաստանում եւ դրանք այնպիսի ուժգնությամբ են, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեն։ Իդեպ կապ չունի ում կողմ, ում դեմ, ընդհանրապես ընտրությունների արդյունքների վրա։ Ինձ թվում է այդ 165 միլիոնը դա լինելու է այսպես իրոք այդ այսբերգի երևացող մասը, ու դա ուղղելու է այնպիսի բաների, որոնք այսպես տենց ակնհայտորեն ապօրինի չեն, հա, նո ինչպես դուք նշեցիք, ասենք ինչ-որ, չգիտեմ, փորձագետներին կանչել, միջոցառումներ անել, չգիտեմ, ինչ-որ լրատվամիջոցների աջակցել, այսինքն ըստ էության այն ինչ-որ բոլորն էլ անում են, հիմա Ռուսաստանը անելու է իր օգտին, հա, բայց դա երևացող մասն է, բացի դրանից լինելու են ուրեմն դեզինֆորմացիայի այսպիսի կամպանիաներ, հա, մենք տեսել ենք արդեն։ Հետախուզական ծառայությունը մի շարք փաստեր մասներ վկայակոչել։ Դե ոչ միայն արտաքին, նույնիսկ ասենք, օրինակ դեկտեմբերին հիշում եք Civilnet-ի այդ բանը կար, հետաքննությունը կար, շնայհ Civilnet-ը ինքը պես ներկա իշխանություններին միշտ ինքն է մեղադրում, որ այն նրանք բոլոր իրենց հակառակորդներին ներկայացնում են իբրև Ռուսաստանի գործակալներ եւ այլն, բայց հենց իրենք էին
հետազոտել էին ու ցույց էին տվել, թե ոնց է դա տեղի ունենում, ոնց է ինչ-որ կեղծ տեղեկատվություն հայտնվում ինչ-որ մի հատ անհասկանալի կայքում, հետո այդ կայքից մնացած ռուսամետ բոլոր կայքերը վերցնում են այդ տեղեկատվությունը, հետո արդեն իշխանությունը ստիպվում է դա հերքել եւ այլն, սա այդ տեղեկատվական պայքարի այդ ամենա, այսպես ցածր, հա, ստոր մեթոդներն են, որոնք ըստ էության ուղղակի դա հանցագործություն է։ Բայց կա նաեւ այդ փափուկ ուժը, որը իրոք փափուկ ուժ է, հա, օրինակ, տեսեք, Մոսկվայում մի քանի օր հետո կինոթատրոններում սկսելու են ցույց տալ մի կինոնկար, որը կոչվում է Ոսկե դուբլ, որը Արարատ 73-ի մասին է։ Հա, ու դա ինձ հետաքրքիր է, որովհետև ես նաև որպես պատմաբան զբաղվել եմ Արարատ 73-ի թեմայով, ու իրանք մի կողմից դա ուղղակի ֆիլմ է, հա, ինչ վատ բան է, շատ լավ է, այնտեղ Նիկիտա Սիմոնյանի մասին է, որ Մոսկվայի Սպարտակից էր ու գալիս է Երևան, ուրեմն Արարատի մարզիչն է դառնում եւ այլն, բայց իրանք ինչ են անում, վերցնում են այդ պատմական իրադարձությունները, որոնք հայերի համար էմոցիոնալ էսպիսի մեծ արժեք ունեն, եւ այս համատեքստի մեջ դա օգտագործում են, որտեղ նա ինչ է ստացվում է Ռուսաստանից ինչ-որ մեկը եկավ, հայերը մինչև այդ պարտվում էին, ընդհանրապես sense բարդակ էր տիրում, Փրկիչը Ռուսաստանից եկավ ռուսաստանցի հայը, փրկիչ, հայերին այսպես կարգի հրավիրեց, նրանք սկսեցին լավ խաղալ ու հաղթեցին, ու հոմելում հաղթեցին ուկրաինացիներին։ Ու ուկրաինացիները այնտեղ ինչ-որ Դինամո Կիևի դեմ էր, չէ, Արարատը եւ որպես չեմպիոն եւ ուրեմն ԽՍՀՄ այդ գավաթի եզրափակիչում Արարատը հաղթեց Դինամո Կիևին, դա շատ հարմար է, դե վատ մարդիկ այդ ուկրաինացիներն են, Ռուսաստանի հետ էլ համագործակցող հայերը, ուրեմն լավն են։ Ու ես շատ որևէ խնդիր չունեմ, ասենք չեմ, դե դերասանների հետ, ու շատ հնարավոր է, որ այդ կինոնկարին հա, ստեղծմանը մասնակցող մարդիկ իրոք ուղղակի ֆուտբոլասերներ են կամ ուզեցել են այդ պատմական իրադարձությունները պատկերել, բայց երբ որ դու նայում ես Ռուսաստանի այսօրվա տեղեկատվական քաղաքականությունը, նրանց ամբողջ քարոզչությունը, տեսնում ես, որ այդ ֆիլմը հենց պատահական չի, որ հենց հիմա դրան փող տրամադրեցին, ու այդ ֆիլմը հիմա նկարվեց, հա։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը Ռուսաստանի հայերից ուզենար ֆիլմ նկարեր, ասենք ինչ-որ մի պատմական միջադեպի մասին, երբ որ հայերը դիմադրում էին, օրինակ ռուսական կայսրությանը կամ պայքարում էին մասին, օրինակ Սյունիքը պահելու համար կոմունիստական դրան ռեժիմի դեմ տրամադրեին, չէ՞, այսինքն ու սա գիտեք ռուսական այսօրվա ռեժիմի բնորոշ գծերից մեկն է, որ նրանք ուզում են անցյալը եւս վերահսկել եւ օգտագործել, հա, ու նրանք վերցնում են անցյալի հիշողությունների հետ կապված ինչ որ պես նոստալգիա առաջացնում։ Ոչ միայն նոստալգիա, հա, ինչ որ բաներ, որոնք էմոցիոնալ մեծ, այսպես արժեք ունեն, հա, օրինակ դասական օրինակը դրա երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հիշողությունն է կամ ինչպես իրենք են ասում Ռուսաստանում, հա, հայրենական մեծ պատերազմը։ Պարզա որ դա մարդկանց համար շատ կարևոր է, շատերի հայրերը մասնակցել են, հայրերը, պապերը մասնակցել են այդ պատերազմին, ոմանք զոհվել են, ոմանք վիրավորվել են, ոմանք հերոս են դարձել ու շատ մարդիկ ունեն էմոցիոնալ կապ այս իրադարձության հետ։ Ինչ է անում Պուտինի վարչակարգը, վերցնում է այդ իրադարձությունը, դարձնում է քաղաքական գործիք։ Արդյունքում թունավորում է այդ հիշողությունը, հա, նույնը մեր պարագայում ցեղասպանության հետ կապված է տեղի ունենում, հա, որ ցեղասպանությունը պարզ է, որ հայերի համար շատ այսպես էմոցիոնալ, հա, մեծ այսպես ինտենսիվություն ունեցող պատմական փաստ է, որ դժվար է ցեղասպանության մասին հիշել առանց ինչ-որ էմոցիաների։ Բնականաբար իրանք այդ էմոցիաները օգտագործում են, այդ ցեղասպանության փաստը օգտագործում են ու դրա մասին իդեպ նաև արտաքին հետախուզության ծառայության այս փաստաթղթում խոսվում է, որ մանիպուլացնելու են հայրենասիրական զգացումները մարդկանց։ Հա, դա ինչի մասին է, այսինքն մարդիկ, ովքեր օրինակ հա, Արցախի իրադարձությունների պատճառով, չգիտեմ, պատմական հիշողության պատճառով եւ այլն։ Օբյեկտիվ խնդիրներ եւ ողբերգություններ եւ ցավեր, որոնք իրոք օբյեկտիվ խնդիր են, դրանք մանիպուլացում են, ոչ թե պետք է հերքել այդ խնդիրների գոյությունը, որոնք իրական կան, այլ դրանց մեկնաբանությունը եւ այսպես քաղաքական իմաստով օգտագործելը։ Այո, եւ դրանք նույնիսկ պարտադիր չի, որ ասենք ինչ որ այդ քարոզչությունը տարվի որպես այսպես բացահայտ ռուսամետ, հա, որոնք կարող է ասեն այդ թրքացում է տեղի ունենում։ Ու ինձ թվում է Հայաստանում այսօր շատ կան քարոզիչներ, ովքեր այդ թրքացման դեմ են խոսում, չգիտեմ, հայ ազգային ինքնության կործանման մասին են խոսում ու խոսում են արևմտամետ դիրքերից, իբր։ Բայց եթե փորես, հա, շատ հավանական է, որ կպարզվի, որ նրանք կապված են կամ Ռուսաստանի հետ, կամ Ռուսաստանամետ ուժերի հետ, որովհետև
տրամաբանությունը դա է, եւ այդ նույնը արվում էր էլի շատ տարբեր տեղերում, օրինակ նույն Ուկրաինայում ռուսական գաղտնի ծառայությունները աջակցում էին որոշ այսպես ծայրահեղ ազգայնական ուկրաինական խմբավորումների եւ կուսակցությունների, այնպես որ նույն բանը նաեւ Հայաստանում կարող արվի։ Իսկ տեսեք, հարևանների հետ խնդիրները Ադրբեջանի, Թուրքիայի ինչպես է օգտագործում գաղտնիք չի, որ Ռուսաստանը իր ազդեցությունը մեր տարածաշրջանում այսպես զարգացրել, խնամել, հասունացրել, ամրապնդել է մեր խնդիրների հիման վրա էլի, հազար անգամ խոսվել է սրա մասին, որ դուք իրար սպանեք, մորթեք, դուք մի օր հաղթեք Ադրբեջանին, մի օր Ադրբեջանը ձեզ հաղթի, բայց կոնֆլիկտը հանկարծ չլուծվի, էլի։ Մենք խաղաղապահներ կարող ենք բերել այնտեղ, բայց այստեղ էլ մետաստազներ տալիս է, երբ որ Ռուսաստանը հաշվարկներ անում սխալ, որ մի քանի օրում Ուկրաինան կգրավի եւ Արցախում կմնա։ Մենք էլ դրա վրա հաշվարկ ենք անում Ռուսաստանի գոյության եւ էթնիկ զտման ենթարկվում, հա, մեր հայրենակիցները։ Այդ թրքացման նարատիվը էլի, դա ինչ է, այսինքն դա հարկադրանք է, որ Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի հետ չունենա որևէ հարաբերություն, որտեղ չկա Ռուսաստանը, ռուսական ուղեկցումը, չգիտեմ, Լավրովը, այն մյուսները, սա ինչու է այդքան պրոբլեմատիկ նրանց համար։ Չէ՞ որ կներեք հենց այդ այսպես պայմանական ասած կամ հենց ուղիղ ասած պրոռուսական օրիենտացիայով ուժերն են ամբողջ օրը թրքացումից գոռում։ Միգուցե իրոք Փաշինյանը թրքացում է, ես չգիտեմ, բայց որ իրենք են գոռում, մի քիչ ամեն դեպքում կասկածել է։ Ինչու հենց Ռուսաստանի հետ բարեկամության կողմնակիցներն են անհանգիստ Հայաստանի թրքացումից։ Եվ ոնց ենք մենք թրքանում, ոնց ենք թրքանում, կասեք։ Դες կարծում եմ այստեղ ամենից շատ ակնհայտ է եւ բազմիցս դրա մասին խոսել ենք, բայց ցավոք սրտի հա պետք է դա կրկնել իրոք ամեն անգամ, որովհետեւ էմոցիոնալ ֆոն կա էլի այդ ամեն ինչին, այսինքն օրինակ եթե պարսկացում ասեին կամ վրացացում ասեին, այդ էմոցիոնալ ֆոնը չէր լինի, բարձր որ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ կապված կա էմոցիոնալ ֆոն։ Ու այն ինչ որ ընդհանրապես նորմալ հարաբերությունների հաստատումը հարևանների հետ, հա, ընդհանրապես նորմալ հարաբերությունների, այնպիսի հարաբերությունների, ինչպես օրինակ ունեն Հունաստանը եւ Թուրքիան։ Ու դեռ մենք տարիներ պետք է անցնենք, մինչև հասնենք այդ մակարդակին։ Այսինքն խոսքը եղբայրացման, ուրացման, հա, ասենք ոչ եղբայրացում կա այդտեղ, ոչ ուրացում կա, ոչ մի բան չկա այդտեղ, բայց դրա մասին խոսում է որպես թրքացում։ Այսինքն իրանք ինչ թրքացում ինչ է նկատի ունեն։ Այսինքն եթե դու ասում ես որ գիտեք ինչ, ասենք կարող է մեր ամբողջ ինքնությունը պետք չի կառուցել թուրքերին ատելու վրա։ Դա արդեն իրենց համար ուրացում է։ Այսինքն եթե դու ասում ես որ այ գիտեք ես օրինակ չեմ համարում որ պետքա բոլոր թուրքերին մորթել, դա թրքացում է։ Այ եթե դու ասում ես գիտեք ես համարում եմ որ ցեղասպանությունը եղել է, բայց պետքա նաև ասենք հասկանալ որ դա անցյալի իրադարձություն է, այսօր մենք ուրիշ իրավիճակում ենք, ըստ իրենց դա թրքացում է։ Այսինքն ցանկացած բան, որը ուղղված է ռացիոնալ ձևով Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելուն, դա դրա անուն դնում են թրքացում, որպեսզի դա միանգամից մարդկանց բերանը փակեն, որովհետև եթե ռացիոնալ բանավեճ տեղի ունենա, իրենք այդ բանավեճում շանս չունեն։ Այսինքն, եթե ռացիոնալ բանավեճ լինի նրա մասին, թե ոնց պետք է կառուցել հարաբերությունները Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ եւ այլն, այդ բանավեճում այդ տեսակետը ունեցող մարդիկ շատ արագ կպարտվեն։ Դրա համար իրենք ինչ են անում, գոռում են, նրանք այսպես էմոցիոնալ ինչ-որ ֆոն են ստեղծում, մանիպուլյացիաներ են անում, դիմացինին մեղադրում են դավաճանության մեջ, որովհետեւ նորմալ բանավեճ տեղի չունենա։ Եվ այս մանիպուլյացիաները պետք է բացահայտել եւ թույլ չտալ, որ դա տեղի ունենա, հա, թույլ չտալ, որ նորմալ բանավեճի փոխարեն տեղի ունենա, այսպես իրար ինչ-որ դավաճանության մեջ մեղադրանքներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ինձ թվում է, որ Հայաստանի հասարակության գոնե մի զգալի մասը, կարծիքով մեծամասնությունը արդեն որոշակի իմունիտետ է ձեռք բերել, հա, որոշակի դիմադրողականություն է ձեռք բերել եւ արդեն այդքան հեշտ չի տրվում այդ մանիպուլյացիաներին։ Բայց ինչ որ մի հատված կա, որը տրվում է, եւ ինձ թվում է նաեւ Ռուսաստանի հայ համայնքի մեջ այդ հատվածը ավելի մեծ է։ Ու դրա համար նաեւ որոշակի, ասենք Ռուսաստանի քաղաքականությունը գոնե մինչեւ վերջերս
հաճախ հիմնվում էր նրա վրա, թե իրանք ինչ էին տեսնում Ռուսաստանի հայ համայնքում, կամ ասենք Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ինչպես էին ներկայացնում իրադրությունը Հայաստանում։ Դրա համար այն ինչպես Կիև 3 օրում, հա, իրանք ինչ էին մտածում, որ Կիևը 3 օրվա մեջ կվերցնեն, որտեղ ինչ որ Մոսկվայում ապրող ուկրաինացիներ, Ուկրաինայում իրենց գործակալները, չգիտեմ, ինչ որ ռուսամետ փորձագետներ եւ այլն, նրանց համոզում էին, որ այ գիտեք Ուկրաինայի ժողովուրդը իրականում շատ է սիրում Ռուսաստանը, ուղղակի այ Զելենսկին, ասենք ՑՌՈՒ-ի ագենտ է, գործակալ է ու չի թողնում։ Չնայած ասենք կնեք պարոն Զոլյան, կնեք, որ ընդհատում եմ։ Այս վերջերս մի ճակերտավոր ասուլիսից պատառիկ է նայում, որտեղ ինչ որ մեկը Սոլովյովի այս Դուգինի հայտարարությունը գիտեք ոնց է ներկայացնում, որ մեր երկիրը զավթված է, հիմա սա զավթիչ ռեժիմ է, եւ եթե Ռուսաստան նույնիսկ գա, դա ազատագրում է, այսինքն ոչ թե ագրեսիա է, այլ ազատագրում է զավթիչ ռեժիմից։ Իդեպ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ոնց հասկանում եմ հայ է, բայց այդ որ Զելենսկին է միայն խնդիրը դրա վերացնենք ուկրաինացի եւ ռուսների եղբայրություն կանեն, հիմա այստեղ էլ Փաշինյանն է խնդիրը, դրան վերացնենք, չգիտեմ, ֆիզիկապես թե բանտ նետելով, թե չգիտեմ ինչ անելով, կուղվի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, կվերականգնենք դաշնակցային հարաբերությունները, չենք ծնկի թուրքերի եւ ադրբեջանցիների առաջ, Ռուսաստանը կանի մեզ համար ամեն ինչ, Իրանն էլ դե գիտեք, Իրան-Ռուսաստան աղեղի շնորհիվ Հայաստանը կզարգանա եւ այսպես դա մի լավ հովանի է։ Այս սրա մասին ինչ կարող եք ասել, ես ցանկացած անձիով ուզում եմ, կարող եմ լինք ուղարկել այդ ազատագրման մասին հայտարարություն։ Դե Իրանը դա մի առանձին պատմություն է։ Հա, Իրանի վրա շատ չկենտրոնանանք, խոսել, իրականում հենց Իրանում հիմա շատ մարդիկ կան, ովքեր այդ ձևով դիմում են Թրամփին, ասում են ազատագրեք մեզ, բայց դա լրիվ ուրիշ իրավիճակ է, որտեղ այնտեղ իրոք հիմա, ասենք, մարդկանց փողոցներում գնդացիրներով սպանում են։ Հա, ասենք Հայաստանում ինձ թվում է նման երևույթ վերջի անգամ եղել է մարտի 1-ին 2008 թվականի, բայց 2008 թվականին, չգիտեմ, այդ մարդը կանչում էր ինչ-որ օտար զորքերով ազատագրեն։ Ես չգիտեմ ով է, ազնվորը ես հիմա ձեզնից լսեցի, կարող է շատ հիանալի մարդ է։ Ես տեսանյութը ցույց կտամ եւ դուք չեք զարմանա։ Տեսեք, ես այստեղ այս ռուսական մոտեցման հիմնական խնդիրը գիտեք ինչու՞մ է, որ Ռուսաստանը ընդհանրապես Ռուսաստանի, որ ասում Ռուսաստան նկատում է Ռուսաստանի քաղաքական վերնախավը, հա, Կրեմլը։ Նրանք չեն հավատում ժողովրդի սուբյեկտայնությանը։ Այսինքն նրանք չեն հավատում, որ ժողովուրդը կարող է ինչ-որ ինքնուրույն կարծիք ունենալ, հա, առավել եւս որ ժողովուրդը կարող է այդ կարծիքի կամ ասենք իրենց, ես ասած, գաղափարների հիման վրա ինչ-որ գործողություններ ձեռնարկել։ Նրանք, քանի որ իրենց երկրում ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում եւ իրենց երկրում բոլոր քաղաքական process-ները ըստ էության դա ինչ-որ գաղտնի ծառայությունների միջոցով իրականացվող այսպիսի ինչ-որ դավադրություններ են, նրանց թվում է, որ ամենտեղ էլ այդպես է, հա, քանի որ իրենց մոտ ընտրությունները դա կեղծիք է եւ ընտրությունների միջոցով ուղղակի ինչ-որ գաղտնի ծառայությունների առաջարկած մարդկանց են դարձնում ղեկավար, նրանք մտածում են, որ ուրեմն Հայաստանում էլ է այդպես, ուրեմն Ամերիկայում էլ է այդպես, ուրեմն Ուկրաինայում էլ է այդպես։ Այն գաղափարը, որ օրինակ հայերը կամ ուկրաինացիները կամ ամերիկացիները կարող են ինքնուրույն որոշում կայացնել, կարող են մի նախագահին հեռացնել, մյուսին ընտրել, կարող են փոխել իրենց որոշումը, կարող են, ասենք, 10 տարի առաջ Ռուսաստանին կարող էին շատ սիրել, բայց հիմա կարող է կարծիքը փոխվել, նրանք այդ ամեն ինչը չեն անցալում։ Նրանց թվում է, որ դա գաղտնի ծառայություններն են, չգիտեմ, NGO-ներն են, որ խնդիրը մի հոգի է, Դա էլ է դրանից գալի, որտեղ Ռուսաստանում իրոք խնդիրը մի հոգի է։ Հա, հիմա Ռուսաստանում եթե պատկերացրեք այդ մի հոգին վաղը, ասենք, համբարձվի երկինք, հրեշտակները գան նրան որպես սուրբ մարդու տանեն երկինք, ամբողջ քաղաքական համակարգը կփոխվի, որտեղ Ռուսաստանում դարերով մշակվել է, հա, այդ ինքնակալության գաղափարը, երբ որ մի անձ վերահսկել է բոլոր, այսպես ասած, գործընթացները երկրում, հա։ Սկզբից դա ցարիզմն էր, հետո Լենինը եկավ, հեղափոխություն արեց ցարիզմի դեմ, ինքը դարձավ առաջնորդ, ճուզելով, հա, որ ես համոզված եմ, որ Լենինը իրոք ուզում էր կոմունիզմ լինի, որտեղ կոմունիզմը ենթադրում է, որ պետությունը պետք է վերանա, չէ՞։ Բայց Լենինի արած հեղափոխության արդյունքում ավելի հզորացավ պետությունը եւ այդ ինքնակալությունը ավելի ամրապնդվեց, դե Լենինը մահացավ, եկավ Ստալինը, ով ավելի մեծ ինքնակալ էր, քան ցանկացած ռուսական կայսր։ Հետո Խրուշչովը մի քիչ փոխեց այդ համակարգը, բայց միևնույնն է, հա, ասենք էլի
այդ խորհրդային միությունում առաջի դեմքը շատ կարևոր էր։ Խորհրդային միությունը փլուզվեց, եկավ Ռուսաստանը իբր լիբերալ դեմոկրատիա էին կառուցում, միևնույնն է եկավ էլի այդ համակարգին։ Սկզբից Ելցինն էր, հետո եկավ Պուտինը ու էլի դարձավ ինքնակալություն, հա։ Հիմա չգիտեմ, Ռուսաստանը երբևիցե կկարողանա այդ արատավոր շրջանից դուրս գալ թե ոչ, բայց ուրիշ երկրներում այդպես չի, դա հենց Ռուսաստանի պետական համակարգի առանձնահատկությունն է, բայց Ռուսաստանի քաղաքական վերնախավը, քանի որ ինքը դրա մեջ է ապրում, ինքը չի կարողանում հասկանալ, որ ուրիշտեղ այդպես չի, որ նույն Ուկրաինայում, ասենք Զելենսկի, հիմա այդքան բան են, չէ՞, Թրամփին էլ են համոզել արդեն, որ Զելենսկին է ամեն ինչում մեղավոր, ասենց ամեն ինչ անում են, որ Ուկրաինայում ընտրություններ լինի, Զելենսկուն մի բան անեն կամ չգիտեմ, կարող է մի օր փորձեն ֆիզիկապես վերացնել Զելենսկուն, ինչ կփոխվի, ասենք կգա Զալուժնին, կգա չգիտեմ ով, էլ ավելի ուժեղ կլինի դիմադրությունը Ռուսաստանի հանդեպ, բայց նրանք դա չեն հասկանում։ Ու Հայաստանի պարագայում էլ նույն բանն է, իրենց թվում է Փաշինյանն է խնդիրը։ Հիմա եթե Փաշինյանը այսօր չլինի, իրենց ինչ կգա ինչ ռուսամետ առաջնորդ Հայաստանում, հա, ասենք հնարավոր է այսօր Հայաստանում լինի ռուսամետ առաջնորդ, իհարկե ոչ, բայց չեն հասկանում։ Չէ, դա Իվանիշվիլի տարբերակը նրանց աչքի առաջ է, որպես հաջողության պատմություն, եւ վատ տարբերակ չի իրականում, որովհետեւ Ռուսաստանը զորք զրահով չի մտնի արյունահեղություն անի, ինչ որ փոքրիկ խոսակցություն բերի իր վրա ներկա աշխարհում։ Այդ իմաստով երևի վատ չի ամեն դեպքում մանիպուլացնել ժողովրդավարական մեխանիզմները, fake news-երով, կեղծիքներով, չգիտեմ, ասենք հանրային կարծիքի մանիպուլյացիա, սոցցանցերի ալգորիթմների մանիպուլյացիա, արհեստական բանականությունն էլ հիմա կեղծիքի տեղ է բացել էլ դուսուս, էլի, ասենք, եւ այլն, այսինքն կա նաեւ քաղաքական մեթոդոլոգիա, իդեպ ԱՀՑ-ն կարծես որոշակի այսպես զգուշավորություն ունի, որ 26-ին նման սխեմաներ կիրառվելու են, ասում է ընտրություններով պայմանավորված հիբրիդային սպառնալիքների դրսևորումներ ավելի ընդգրկուն բարդ եւ մասշտաբային կլինեն առաջիկա տարվա ընթացքում։ Սրանով ամփոփենք, պարոն Զոլյան, ինչ սպասել էլի եւ նաեւ քաղաքացու դիրքորոշումից ինչ է կախված։ Դե շատ կարճ Իվանիշվիլին անդրադառնամ, իրոք Իվանիշվիլի պարագայում երևի Ռուսաստանում համարում են, որ հաջողվեց իրենց ծրագիրը, բայց իրականում էլ այնտեղ խնդիրը իրենց հաջողությունը չէր։ Այնտեղ խնդիրը այն էր, որ վրացիներից շատ շատերը ահա որ հոգնել էին Սաակաշվիլիից եւ պատրաստ էին ընդունել ցանկացած մեկին, ով որ կլինի Սաակաշվիլի։ Սա մեկ, երկրորդն էլ Իվանիշվիլին ինչքան էլ հիմա Իվանիշվիլին մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, բայց Վրաստանը Բելարուս չի։ Հա։ Ու այն օրը, որ Իվանիշվիլին վեր կենա, ասի մենք պետքա չգիտեմ միանանք Ռուսաստան-Բելարուս միությանը եւ այլն, բացահայտ ռուսամետ եթե դառնա, ես համոզված եմ, որ դրանից հետո շատ քիչ կտևի նրա իշխանությունը։ Այսինքն նա որոշակի կարմիր գծեր կա, որ այդ գծերը չի անցնում, բայց նաև սուր դիմակայության մեջ է ԱՄՆ ԵՄ-ի հետ։ Հա, բայց այդ արդեն ինձ թվում է ինչ որ չափով նաև հենց Եվրամիության ԱՄՆ-ի սխալների հետևանք է, որ նրանք չտեսան ուր է գնում այդ ամեն ինչը եւ այն պահին, երբ որ դա կարելի էր ինչ-որ ձևով այդ հարցը լուծել, ու դեռ չգիտենք էլի այդ Իվանիշվիլի այս էքսպերիմենտը ինչով կավարտվի։ Հիմա մեզ վերադառնանք, տեսեք, նախկինում Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանը ղեկավարվում էր այն սկզբունքով, որ իրենք ուրիշ գնալու տեղ չունեն, հա, ոնց որ ասում են կուդա вы денетесь։ Ու օրինակ 21 թվականին Ռուսաստանին այնքան էլ չէր հետաքրքրում ընտրությունների արդյունքը։ Իհարկե Փաշինյանի հանդեպ կար այսպես բացասական վերաբերմունք, հա, որը Մարգարիտա Սիմոնյանը շատ վառ արտահայտեց, բայց դա ավելի շատ այսպես ճաշակի հարց էր, հա, իրենք համարում էին, որ իհարկե շատ ավելի լավ է, որ իրենց համար այսպես հավատարիմ մարդ գա, օրինակ Քոչարյանը, բայց եթե Փաշինյանը գա, միևնույնն է Փաշինյանը ստիպված է լինելու անել այն, ինչ իրան կհրամայեն Մոսկվայից։ Նոյեմբերի 9-ը եւ գուցե նույնիսկ ավելի լավ է, որ Փաշինյանը դա անի, որովհետեւ դա էլ է, էլի կայսերական այսպես հոգեբանության մի մաս, որ այն հիշում եք այդ բանի մեջ այն Շուրիկի կինոյի մեջ, որ ասում է ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի։ Հա, իրանք ուզում են անել, ով որ մեզ դե, ում որ ընկալում են որպես ինչ-որ իրենց հակառակորդ, այ իրան ստիպեն, որ ինքը անի, դա իրենց համար լրացուցիչ այսպես դրական բան է, բայց այսօր նրանք հասկանում են, որ Հայաստանը իրոք իրենց ձեռքից գնում է։ Ու նման իրավիճակ հայ-ռուսական հարաբերություններում երևի 90-ականներից ի վեր չի եղել։
Դրա համար ես կարծում եմ լուրջ պետք է անցնել այս ամեն ինչը, առավել եւս այդ սպառնալիքները նկատի այդ սպառնալիքները ոչ թե այն իմաստով, որ իրոք SVO կանեն Հայաստանում, հա, այլ ես կարծում եմ, որ պետք է լուրջ անցնել այն իմաստով, որ այդ հիբրիդային վտանգը իրոք կա, որ իրոք փող են ծախսելու, իրոք տեղեկատվական գրոհներ են անելու, իրոք ավելի այսպես նուրբ ինչ որ գործիքներ են կիրառելու եւ կարծում եմ այս մոտակա մի քանի ամիսները պետք չի մենք թուլանանք, Հայաստանի քաղաքացիները պետք է շատ ուշադիր լինեն, պետք է այդ ամեն ինչը մենք կարողանանք բացահայտել, ընդ որում ցանկալի է նախապես, հա, արդեն տեսնում ենք ուր է գնում եւ այս իմաստով շատ կարևոր է լրագրողների դերը, չգիտեմ, փորձագիտական հանրության դերը, քաղաքացիական հանրության դերը, որտեղ մենք այս թեմայի մեջ ենք, մենք տեսնում ենք շատ բաներ, որ հասարակ քաղաքացին կարող է չտեսնի։ Դրա համար շատ կարևոր է, որ այս մի քանի ամիսները մենք լինենք շատ ուշադիր եւ մեր քաղաքացիներին էլ տեղյակ պահենք, բացատրենք, հետևենք այս իրադարձություններին։ Եվ միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ նաեւ ճիշտ է, որ մեր կառավարությունը չգնա այսպես ակնհայտ առճակատման, հա, այսինքն կարիք չկա, այսպես ասած, այս վայրի գազանին մի հատ էլ ասենք լրացուցիչ փայտով բզել։ Արդեն ինքը վայրի է, էլի, ընդհակառակը փորձեք իրան հանգստացնել։ Արդեն բզված է, այո։ Արդեն բզված է, իհարկե պետք է դիստանցիան պահել ու պետք է դիմադրել, այն երբ որ դա հարձակվում է, պետք է դիմադրել, բայց նաև պետք չի արհեստականորեն մեր կողմից սրել արդեն այսինքն ռիսկերը կառավարել, բայց նաև արճակատում չստեղծել գոնե քո կողմից։ Գոնե մեր կողմից, գիտեք ոնց էր Պուտինի համար շատ կարևոր է, որ ինքը այսպես դեմքը փրկելու հնարավորություն ունենա եւ օրինակ նույն Էրդողանի, Ալիևի հետ հարաբերություններում մենք տեսնում ենք, որ շատ հաճախ Ռուսաստանը գնացել է զիջումների, բայց նաև այդ ամեն ինչը տեղի է ունեցել այսպես ոչ հանրային կերպով, հա, ոչ նսեմացմամբ։ Եվ նսեմացում չի տեղի ունեցել, որովհետև Պուտինի համար որպես ավտորիտար կառավարիչ շատ կարևոր է, որ ինքը պահպանի այդ արտաքին տպավորությունը, որ ինքը ուժեղ տղա է, հա։ Եվ եթե զիջում է արել, ինքն է արել։ Եթե զիջում է արել, ինքն է արել, կամ ուղղակի այդ զիջման մասին ոչ ոք չխոսա, հա, ասենք հիմա Ռուսաստանում Ասադի մասին է խոսում, որ կամ Ասադը ոչ թե ինքն իրան է, հա, ասենք Ասադին տապալել են, այլ Պուտինը թույլ տվեց, որ Ասադին տապալեցին։ Հիմա նույն ձևով Մադուրոյի մասին, հա, Վենեսուելայի մասին էլի այդպիսի առասպել է ստեղծվում։ Մի խոսքով ասածս այն է, որ պետք է մաքսիմալ զգուշ լինել եւ այսպես էմոցիաներին չտրվել, բայց նաեւ դիմադրել, այնտեղ որտեղ պետք է դիմադրել, պետք է դիմադրել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Միքայել Զոլյանի։